Վերջին 1-2 շաբաթվա ընթացքում իշխանական շրջանակներում ավելի են ակտիվացել Հայաստանի մայրօրենքը փոխելու քննարկումները։ Իշխանական թևը հիմա էլ հայտարարում է, թե սահմանադրական փոփոխությունները կատարելը կարևոր է, քանի որ երկրում անարդար երևույթներ կան։ Դժգոհություն կա, օրինակ, դատական համակարգից։ Ինչի համար է կարևոր մեզ համար նոր սահմանադրության ընդունումը, որովհետև պետության եւ քաղաքացու հարաբերությունների մեջ մեր երկրում կա որոշակի շարունակական լարում եւ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանի Հանրապետությունում հաստատված է իր կողմից եւ ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն։ Իրավագետները, սահմանադրագետները, սակայն այնքան էլ համաձայն չեն, որ երկրում դատական բյուրոկրատիան սահմանադրության փոփոխությունից հետո այլևս կվերանա։ Ասենք օրինակ դատական բյուրոկրատիա, դա ամենևին սահմանադրությունից չէ, դա գալիս է օրենքներից, մշակույթից, մտածելակերպից եւ այլն, տարբեր գործոն։ Կրկնում եմ, դատական բյուրոկրատիա, դատականության ժամկետները, չեմ կարծում, որ սահմանությունը կլուծի։ Ըստ իրավաբանների, սահմանադրական փոփոխությունները Հայաստանում ավելի շատ գաղտնիության պայմաններում են իրականացվում եւ ոչ բոլոր շրջանակներն են տեղյակ ընդհանրապես ինչ փոփոխություն է լինելու։ Սահմանադրությունը փոփոխելիս առաջին հերթին իրավագետները պետք է կարծիք հայտնեն դրա վերաբերյալ եւ ոչ թե քաղաքական գործիչները։ Ոչ ոք չգիտի թե ինչն են փոխում եւ ինչու են փոխում, բացի անորոշ ընդհանուր հայտարարություններից։ Բայց քաղաքական որոշումը կայացվել է մեծամասնության կողմից, որ սահմանությունը պետք է փոխվի, ընդ որում առանց Արցախի ինքնորոշման մասին պրեամբուլային։ Օրինակ, 2025-ի սահմանադրությունն ընդունելուց առաջ հայեցակարգ հրապարակվեց եւ հանրությունը հասկացավ, թե խնդիրը որն է։ 2005-ին էլ, երբ ընդունվում էր Հայաստանի սահմանադրությունը, շատերը գիտեին, որ պատճառը Եվրախորհրդին միանալն է։ Այն ժամանակ քաղաքական առաջադրանք կար, որ այդ փոփոխությունը պետք է կատարվի, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ Հիմա մենք չգիտենք, թե ինչն են ուզում փոխել։ Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ պետական կառավարման համակարգում։ Այնպես որ ոչ մի որոշակի բան չեմ կարող ասել։ Իսկ մուսульման հայտարարությունները, որ ընչել են, որպես պատճառաբանություն, թե ինչը պետք է սահմանադրական փոխել, դրանք չեն համոզում, որպես ոլորտի մասնագետ։ Գործադիրի ղեկավարը Facebook-յան ուղիղ եթերում եւս մեկ անգամ կրկնեց. նոր սահմանադրությունը հղում անկախության հռչակագրին պետք է չներառի, փորձեց բացատրել, թե որն է դրա հիմնավորումը։ Եթե մենք այսօր ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Շատ հաճախ նախաբանները դրանք զուտ արձանագրում են պատմական փաստ, որը չի նշանակում նորմատիվ բնույթի ուղենիշ, որ մենք հենց այսպես էլ պետք է ապրենք։ Ուստի, եթե նույնիսկ Արցախի անկախության մասին նշված է սահմանության պրեամբուլային, կարելի է նաև դրան մոտնալ որպես ուղղակի պատմական էպիկական պայի տակ եղած, ասենք, պատմական փաստի ամրագրում։ Փաշինյանը անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտում տարածված ձևակերպումներին, թե սահմանադրության փոփոխությունը պարտադրանք է Ադրբեջանի կողմից։ Փաշինյանը հակադարձում է. սահմանադրության հարցը Հայաստանի իշխանությունները չեն քննարկում որևէ արտաքին դերակատարի հետ։ Ըստ նրա, Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եւ եթե Հայաստանի քաղաքացիները որոշեն այլ կերպ, ինքը որպես Հայաստանի վարչապետ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ որոշումը կընդունեն ի գիտություն։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվի բանտերում հարցեր կան, որոնք ուղիղ ազդեցություն ունեն այնտեղ ապօրինաբար պահվող հայերի անվտանգության, առողջության եւ արժանապատվության վրա։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքին է փոխանցել օրերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմենի հետ, առաջ բերել ինչպես կենցաղային, այնպես էլ բժշկական, իրավական, մարդասիրական ու նույնիսկ դիվանագիտական հարցեր, որոնք եւ իր եւ մյուս գերիների պահման պայմաններին են վերաբերվում։ Վարդանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմում, տևական ժամանակ կտրված են աշխարհից հարազատների հանդիպելու հնարավորություն չկա։ Իրենց վիճակը գնահատող անկախ մոնիթորինգ նույնպես Ադրբեջանից վտարված է Կարմիր խաչի մարդասիրական միջազգային պատվիրակությունը։ Այս պայմաններում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը, սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։
Վարդանյանը նաև ընդգծել է, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն տնտեսական բանակցությունների մեջ են։ Այդ դեպքում ինչու են շրջանցում իրենց գերիների կյանքի, առողջության եւ իրավունքի պաշտպանության հարցերը։ Ադրբեջանի համար շատ կարևոր է փակել այս հարցը, քանի որ միջանկյալ միջոց է, այդ նշանակում է, որ խնդիրը արկա է ու արդիական է։ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այդ հարցը փակվի եւ ընդհանրապես որևէ մեկը, հատկապես միջազգային հարթակներում մեր գերիներով եւ անազգության մեջ գտնվող, ընդհանուր հայերով չհետաքրքրվի։ Իսկ դատարանի կողմից այդ միջոցի երկարաձգումը նշանակում է, որ դեռևս շատ կարևոր է դա, դեռևս գտնում են, որ ռիսկ արկա է եւ հիմնավորված է մեր մտահոգությունը պահանջը, որպեսզի բարբերաբար տեղեկություններ տրամադրեն եւ դուրս չմնան միջազգային վերահսկողությունից։ Փոխարենը Ադրբեջանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում չի կարողանում փախչել, չնայած հերթական դիմումին վերացնելու Եվրադատարանի միջանկյալ միջոցը, որը Բաքվին պարտավորեցնում է հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին պարբերաբար հաշվետվություն ուղարկելու Ստրասբուրգ, ՄԻԵԴ կշարունակի Ադրբեջանից պահանջել այդ փաստաթուղթը։ Ինչ պետական գնդատով եւ հետո անհատական գանգատներով բոլոր միջնորդությունները, որքանով որ տեղյակ եմ, բավարարվել են դատարանի կողմից, հենց հաշվի առնելով այդում նաեւ նախորդիվ արձանագրված խնդիրները։ Այս հետնապատկերում հարցը մնում է նույնքան սուր, որքան անպատասխան, մինչև միջազգային կառույցները շարունակում են Բաքվից պահանջել հաշվետվություններ։ Մասնագետներն ասում են, մարդկանց իրական ճակատագիրը այսօր էլ շարունակում է կախված մնալ քաղաքական կամքի բացակայությունից։ Եվ քանի դեռ փակ դռների հետևում գտնվող պատմությունները մնում են ստվերում, Գետների խոսքով լռությունը ոչ թե չեզոքություն, այլ դիրքորոշում է։ Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են մնալ ամենացավոտ եւ մտահոգիչ խնդիրներից մեկը, ինչպես անվտանգության համակարգի, այնպես էլ հասարակության համար։ Վերջերս մամուլով հերթական տեղեկությունը տարածվեց, որ Նուբարաշենի կրակարանների ցերազենային վնասվածքով զինվոր է տեղափոխվել զինվորական հոսպիտալ, ով ցավոք մահացել է։ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ դա կապված է կրթական համակարգի հետ, սկսած մանկապարտեզից, բացի այդ, ըստ Փաշինյանի, խնդիրներ կան նաեւ հոգեբանական դիմակայունության հետ։ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը X թվով ինքնասպանություն։ Կա ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։ Վերջին արձանագրված դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից եւ քննչական կոմիտեից տեղեկություններ տարածվեցին, որ նշանակվել են փորձաքննություններ եւ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն։ Փորձագետների կարծիքով բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառը փակ տարածքում անառողջ բարոյահոգեբանական վիճակն է։ Նրանք ասում են, եթե նախկինում արկային որոշակի սահմանային լարվածություններ, որը հիմա չկա, ապա հիմնական պատճառներից կարելի է առանձնացնել հոգեբանական դրությունը եւ զինծառայողների միջև միջանձնային հարաբերություններում լարված մթնոլորտի արկայությունը։ Ինքը համալիր համակարգի աշխատում, որտեղ ստուգվում է անձնակազմի պարբերաբար հոգեբանական վիճակը, պարբերաբար ստուգում ոստիկանության կողմից, դատախազության կողմից, հակահետախուզության կողմից, այդ ստուգումները ինչի համար է արվում, որպեսզի անձնակազմի միջանձնային հարաբերություններում առավելագույն իրավիճակին տիրապետեն, եւ եթե կան բացթողումներ, ասենք թույլ հրամկազմ կամ զինծառայող, որը իրավիճակին ավելին է տիրապետում անձնակազմի վրա ազդելու, քան ասենք հրամանատարը, այդ բոլորը պիտի բացահայտվի։ Փորձագետները նկատում են, որ խնդիրները համակարգային են, պնդում են, որ կանխարգելիչ միջոցառումների անցկացումը պետք է կրի շարունակական բնույթ։ Նրանք ասում են, որ պատկան մարմինները ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի բացահայտման գործում պետք է վերլուծեն դրանք, վերահանեն պատճառները, ըստ որի էլ կանխարգելիչ գործողությունների անցնեն։ Բոլորը մեղավոր են, բացի բուն են պատասխանատուները, որոնց գործառույթում կա հսկողություն, վերահսկողություն։ Դեպք է պատահել, զինծառայողը մահացել է։ Միանգամից որակում են տալիս, որ ինքնասպանություն, ոնց որ ուշած որ ինքնասպանություն է։ Կարող է ինքնասպանություն չի, կարող է սպանություն է։ Այդ նախաքննությունը մեկ օրվա ընթացքում որոշեց, որակում են տալիս։ Ես տողատակով հասկանում եմ, որ դա ավելի շուտ ինքնասպանություն չի։ Յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ զորամասի հրամանատարը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի, կարծում են մասնագետները։ Երթվյալատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները դարձյալ ակտիվացել են։ Թեման հայտնվել է իրավական եւ հանրային օրակարգում, արդարադատության համակարգում վստահության բարձրացման, դատական գործընթացների թափանցիկության ապահովման եւ քաղաքացիների ներգրավվածության ավելացման համատեքստում։ Փաշինյանը հայտարարել էր, որ այս համակարգի ներդրումը անհրաժեշտ է, սակայն ընդգծել, թե առանց սահմանադրական փոփոխությունների դա հնարավոր չէ իրագործել։ Նրա խոսքով քննարկումների ընթացքում հաճախ հնչել է այն տեսակետը, որ փոքր երկրների պայմաններում այս ինստիտուտը չի կարող արդյունավետ գործել, քանի որ մարդիկ միմյանց
միմյանց ճանաչում են։ Սակայն նրա խոսքով հարցական է մնում, թե ինչու այդ նույն փաստարկը չի կիրառվում իրավապահ եւ դատական համակարգի ներկայացուցիչների պարագայում։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Մեզ պետքա վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Երդվյալ ատենակալների ինստիտուտը ենթադրում է, որ գործերի քննությանը մասնակցում են ոչ միայն դատավորները, այլ նաև ընտրված քաղաքացիներ, որոնք գնահատում են մեղադրյալի մեղավորության հարցը։ Այս մոդելը լայնորեն կիրառվում է անգլոսաքսոնական իրավական համակարգ ունեցող պետություններում ու դիտարկվում է որպես հասարակական վերահսկողության գործիք դատական իշխանության նկատմամբ։ Մասնագետները սակայն կասկածի տակ են դնում թեմայի իրական նպատակը եւ դրա գործնական արդյունավետությունը։ Ինչքան էլ գայթակղիչ լինի այն, որ ատենակալների ինստիտուտը հնարավորություն է տալիս նաև էմոցիաների վրա աշխատել, այնուամենայնիվ խնդիրները դրան զուգահեռ ստեղծվող այնքան շատ են, որ չեմ կարծում, որ այդ փորձը նախ կհաջողի, երկրորդը համոզված եմ, որ արդարացված չէ։ Ինչի հնարել նոր հեծանիվներ, եթե մենք ունենք մերը, բայց այն չենք օգտագործում այնպես, ինչպես պիտի օգտագործենք։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ատենակալների ընտրության ժամանակ կիրառվում են տարբեր չափանիշներ, այդ թվում որոշ դեպքերում կրթական կամ սոցիալական չափորոշիչներ։ Մասնագետները նշում են, որ որոշ իրավական համակարգերում ատենակալներից կարող են գաղտնի պահել այնպիսի տեղեկություն, ինչպիսին է օրինակ անձի կալանքի տակ գտնվելու հանգամանքը, քանի որ այն կարող է ազդել նրանց որոշումների վրա։ Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ատենակալների կայացրած վճիռները հանրային քննարկման եւ տարակարծությունների առիթ են դարձել, քանի որ որոշ որոշումներ հանրության համար խիստ անսպասելի են եղել։ Մասնագետները պնդում են, որ դա արդյունավետ ինստիտուտ չի կարող լինել։ Հայաստան դատավարությունները երկար են տևում։ Երկրորդ Հայաստանը փոքր երկիր է, ատենակալներին հավաքել անաչառ ատենակալներ, ովքեր կլինեն անաչառ միջև վերջ, դա խնդիրներ է բազմաթիվ, եւ ավելորդ ծանրաբեռնելի է դատական համակարգը։ Այն արդյունավետությունը, որին կարծում են, որ այս գաղափարի աջակիցները կհասնեն, դա չի ապահովել այդ արդյունավետությունը։ Էական այն է, որ մի խումբ ոչ իրավաբաններ հավաքվելու են, նրանց պետք է պահել դատարանի դահլիճում 2, 3, 4, 5 տարի, եւ նրանք ընդհանրապես պետք է ասեն մեկ բան, մեղավոր է թե ոչ։ Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները դեռևս չեն տվել միանշանակ պատասխան, արդյոք այն կդառնա արդարադատության համակարգի վստահության արդյունավետ գործիք, թե նոր ռիսկեր կբերի։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ արդարադատության համակարգի բարեփոխումների համատեքստում Երդվյալ ատենակալների ինստիտուտը շարունակում է մնալ վիճահարույց ուղղություններից մեկը։ Թե մայրաքաղաքում եւ թե մարզերում խցանված կոյուղատարները, դիտահորերը ու անդադար դուրս եկող կոյաջրերը ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս բնակիչներին։ Այս անգամ հակասանիտարական վիճակ է Նորք Մարաշ վարչական շրջանի Սուրեն Սաֆարյան փողոցում։ Հոտը խեղդում է։ Էսա օրերը տակացավ։ Արդեն մի քանի օր է, որ կեղտաջրերի հոսքը չի դադարում։ Դրանք մի քանի փողոց են ողողել, տարածելով նաև սաստիկ գաշահոտ։ Գեոլաջուրն ասում է իմ գործողությունը չի, Թաղապետան ասում է իմը չի, մենք Սկսում են իրար վրա։ ում դիմենք, Շամշան ջան, չենք հասկանում։ Ինչպես Վեոլաջուր ընկերություն, այնպես էլ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ են դիմել, բայց նրանցից եւ ոչ մեկը ըստ բնակիչների խնդիրը վերացնել չի շտապում։ Հուսով են, որ գոնե քաղաքային իշխանությունը կադրերը տեսնելուց հետո կարձականքի։